Շնորհակալություն, պարոն վարչապետ, խնդրում եմ, քանի որ առավոտյան ասուլիսի ժամանակ դրան անդրադարձ եղավ, բայց այդուհանդերձ խնդրում եմ, եթե քննարկվել է այդ թեման թրիփի մասով, Եվրամիությունը մասնավորապես ինչ դիրքորոշում ունի հայ-ամերիկյան այս նախագծի վերաբերյալ, եւ անհրաժեշտության դեպքում, եթե Հայաստանին օգնություն, աջակցություն պետք լինի, ինչպիսի աջակցություն կարող են ակնկալել Եվրամիությունից։ Թրիփի շրջանակներում Հայաստանին մենք Միացյալ Նահանգների հետ ենք աշխատում այդ ծրագրի շրջանակներում, բայց ապաշրջափակման թեմայով մենք նաև Եվրոպական միության հետ ենք աշխատում եւ խոսքը մասնավորապես հյուսիսային երթուղու մասին է։ Ես նախընտրական շրջանում եմ դրա մասին բազմիցս խոսել, որ հետազոտությունները ցույց են տվել, որ արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի տարածքով, մասնավորապես Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերով, եւ մենք այդ նախագծի իրագործման շուրջ աշխատում ենք Եվրոպական միության հետ եւ ամենապարզ մեթոդը այդ ծրագիրը իրականացնելու մասնավորապես Ղազախ, Իջևան, Վանաձոր, Գյումրի, Ախուրիկ ավտոմոբիլային ճանապարհները վճարովի հիմունքներով բեռնատարների, միջազգային բեռնատարների համար բացելն է եւ սա շատ հեշտ իրագործվող ծրագիր է, պետք է քաղաքական պայմանավորվածությունները ձեռք բերվեն եւ իրագործվեն եւ իհարկե Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը պետք է տեղի ունենա եւ սա մի ծրագիր է, որ տարածաշրջանային մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել։ Իհարկե Ախուրիկում մենք մի փոքր հատված ճանապարհ կառուցելու անհրաժեշտություն կունենանք, բայց դա իրագործելի է։ Ինչի հետ կապված, դուք թրիփի մասին հարցրեցիք, ես ասում եմ թրիփի հետ կապված Միացյալ Նահանգների հետ ենք աշխատում, այսինքն թրիփը մի կողմ, թրիփի հետ կապված կոնկրետ ներգրավվածություն Եվրոպական միությունը չունի։ Բայց ինչի պետք է անհրաժեշտություն լինի, ես այդ բան լավ չեմ հասկանում, որովհետև Միացյալ Նահանգների հետ այդ ծրագիրը մենք իրագործում ենք, բայց Եվրոպական միության դիրքորոշումը իհարկե դրական է թրիփ նախագծի վերաբերյալ։